Եվրոպական խորհրդարանը Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին չի հրավիրել հունիսի 24-ին կայանալիք ընդլայնման հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին։ Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ խորհրդարանը չի ճանաչում ոչ Վրաստանի խորհրդարանի լեգիտիմությունը, ոչ էլ 6-րդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլուն, որն ընտրվել է այդ խորհրդարանի կողմից։ Եվրոպական խորհրդարանը ԵՄԱ անդամ պետություններին կոչ է արել վրացական երազանքի հետ քաղաքական շփումները սահմանափակել բացառապես խիստ անհրաժեշտության հարցերով։ Ընդ որում անհրաժեշտ է պահպանել եւ ամրապնդել համագործակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակության, անկախ ԶԼՄ-ների եւ ակադեմիական հաստատությունների հետ, ասված է հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը լիակատար համերաշխություն է հայտնել վրաց ժողովրդին, որը շարունակում է պայքարել հանուն եվրոպական եւ ժողովրդավարական Վրաստանի։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ամառային լիագումար նստաշրջանի շրջանակում քննարկում է Վրաստանի վերաբերյալ ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Վրաստանում զեկույցը, որում նշվում է, որ երկրում ժողովրդավարական հետընթացը շարունակվում է։ Հեղինակներ Էդիթ Էշտրելան եւ Սաբինա Չուդիչը նշում են, որ ԵԽԽՎ հանձնարարականներից ոչ մեկը Թբիլիսին չի կատարել։ Նրանք ընդգծել են, որ վեհաժողովը հավատարիմ է բաց եւ արդյունքին միտված երկխոսությանը, ինչպես պաշտոնական Թբիլիսի, այնպես էլ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ։ Վեհաժողովը պահանջում է, որ Վրաստանի իշխանությունները անհապաղ հետ կանչեն ընդդիմադիր կուսակցություններն արգելելու վերաբերյալ իրենց հայցը սահմանադրական դատարանից, ինչպես նաեւ դադարեցնեն նրանց առաջնորդների քրեական հետապնդումը։ ԵԽԽՎ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել սկսել բաց եւ ներառական քաղաքական գործընթաց բոլոր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նման բանաձևերը հետաքրքրություն չեն ներկայացնում ոչ Եվրոպայի խորհրդում, ոչ էլ Եվրոպական խորհրդարանում, հայտարարել է Վրաստանի վարչապետը մեկնաբանելով ԵԽԽՎ-ի բանաձևը։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Թբիլիսիում գիտեն, ինչ գործընթաց է նախորդում նման բանաձևերի ընդունմանը եւ որքանով են դրանք արդարացի։ Նրա խոսքով հասարակությունն արդեն որևէ կերպ չի արձագանքում նման փաստաթղթերին։ Բանաձևի տեքստը Կոբախիձեն աբսուրդ է որակել։ Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, Վրաստանը ժողովրդավարության առումով առաջատար է ոչ միայն թեկնածու երկրների շարքում, հավելել է Վրաստանի վարչապետը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումները։ Էրդողանը նշել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը գոհունակություն է առաջացնում։ Թուրքիան հնարավոր աջակցություն կցուցաբերի, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ավարտվի։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարևորությունն ու անհրաժեշտությունը եւ հայտարարել, որ Թուրքիան կաշխատի դրա հաստատման ուղղությամբ։ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Իրաքի վարչապետ Ալի Ալ-Զայդիի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային եւ միջազգային օրակարգը։ Էրդողանը հայտարարել է թուրք-իրաքյան համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու ձգտման մասին, ընդգծելով էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության եւ տրանսպորտի ոլորտներում փոխգործակցության զգալի ներուժը։ Նա Իրաքի վարչապետին հրավիրել է այցելել Անկարա համակողմանի խորհրդակցություններ անցկացնելու համար։ Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածուն կլինի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքի խոսքով Էրդողանի թեկնածության հարցում կուսակցության բոլոր մարմինները վճռական դիրքորոշում ունեն։ Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Մեհմեդ Ուչումն ավելի վաղ հնարավոր էր համարել 2028 թվականի ապրիլի 16-ին Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Թուրքիայի արտգործնախարարությունը հաստատել է տեղեկությունը, որ Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստի մոտ նավին դրոնի հարվածի հետևանքով բեռնանավի անձնակազմի անդամներից 2 քաղաքացի վիրավորվել են։ Հաղորդվում է, որ նրանց վիճակը գտնվում է Կիևում երկրի դեսպանության եւ Օդեսայում գլխավոր հյուպատոսության հսկողության տակ։ Գերատեսչությունից նշել են, որ պատերազմի հետևանքներով հարձակումները սպառնում են Սև ծովում Թուրքիայի շահերին եւ տարածաշրջանային անվտանգությանը, եւ երկու երկրների իշխանություններն իրենց մտահոգությունն են հայտնել
հայտնել այդ կապակցությամբ։ Սև ծովում քաղաքացիական նավերի համար նավարկության անվտանգության ապահովումը մեր հիմնարար առաջնահերթություններից է և կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար, ասված է հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բաց է և վերջին ժամերին այնտեղով ռեկորդային քանակությամբ նավթ է անցել։ Դոնալդ Թրամփի խոսքով մյուս ամենալուրջ ձեռքբերումն այն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Թրամփն անդրադարձել է իրանական ակտիվների ապասառեցմանը, նշել, որ այդ միջոցները կօգտագործվեն ԱՄՆ-ից սնունդ գնելու համար։ Եթե Թեհրանը չկատարի հուշագրով ստանձնած պարտավորությունները կամ պատշաճ վարքագիծ չդրսևորի, ես կանեմ այն, ինչ պետք է, նախազգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ նշել է, որ Իրանը պարտավորվել է ապահովել Հորմուզի նեղուցում ազատ և բաց տարանցումը և թույլ տալ ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին մուտք գործել երկիր։ Այդ պայմանավորվածության շրջանակում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավոր 60-օրյա լիցենզիա է տրամադրել, որը թույլ է տալիս իրանական նավթի արտադրությունը, մատակարարումը և վաճառքը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կգտնվի Իրանի վերահսկողության ներքո։ Պաշտոնյան տեղեկացրել է, որ Թեհրանը համաձայնել է ստեղծել կենտրոն և հեռախոսային թեժգիծ, որպեսզի 30-օրյա ժամկետում ծագող ցանկացած խնդիր հնարավոր լինի լուծել օպերատիվ կերպով։ Ղալիբաֆը նաև հայտնել է, որ ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել արտերկրում գտնվող իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ, խոսքը $12 միլիարդ մասին է։ Պաշտոնյայի խոսքով ԱՄՆ-ն և Իրանը Շվեյցարիայում պայմանավորվել են միասին երաշխավորել Լիբանանի տարածքային ամբողջականությունը։ Իրանի խորհրդարանի խոսնակը և արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել են Օման հանդիպելու սուլթանի հետ և քննարկելու երկկողմ կապերի ամրապնդումն ու Հորմուզի նեղուցում գործողությունների համակարգումը։ Միացյալ Նահանգները և Իրանը բանակցային 4 խումբ են ստեղծել, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։ Քազեմ Ղարիբաբադին տեղեկացրել է, որ դրանք զբաղվելու են պատժամիջոցների չեղարկման, միջուկային խնդիրների, վերակառուցման և տնտեսական զարգացման, ինչպես նաև մոնիթորինգի հարցերով։ Ղարիբաբադիի խոսքով $12 միլիարդ իրանական միջոցների ապասառեցման մասին պայմանավորվածության իրականացումը մտնում է գործնական փուլ։ Բացի այդ, պաշտոնյան նշել է, որ բանակցությունների ընթացքում հաստատվել է Լիբանանում Պակիստանի և Կատարի մասնակցությամբ հակամարտությունների կանխարգելման ստորաբաժանումը։ Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան բարձր մակարդակի բանակցություններ անցկացնելու նպատակով։ Նշվում է, որ այցի առանցքային նպատակը երկկողմ պարբերական խորհրդակցությունների շարունակումն է և տարբեր ոլորտներում միջպետական փոխգործակցության ամրապնդումը։ Նախատեսվում է հանդիպում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ և առևտրատնտեսական ոլորտում ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքի քննարկում։ Պակիստանը Կատարի հետ միասին հանդես է գալիս որպես առանցքային միջնորդներից և երաշխավորներից մեկը Թեհրանի և Վաշինգտոնի միջև կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում։ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան։ Ռուսաստանից կմատակարարվի 6 վագոն պարարտանյութ։ Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավարը։ Գերատեսչությունը բողոքի նոտա է հղել մի ետ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ, այն գնահատել անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող։ Նշվում է նաև, թե որոշման մեջ կիրառված ձևակերպումները հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Եվրոպայի խորհրդի ներկայացուցչին տեղեկացվել է, որ Բաքուն վճռականորեն մերժում է դատարանի որոշումը, իսկ ադրբեջանական կողմը կքննարկի իր շահերի պաշտպանության հնարավոր միջոցները և կձեռնարկի համապատասխան քայլեր։ Պետական այցով Ադրբեջանում է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։ Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահը, տեղի է ունեցել հանդիպում պատվիրակությունների մասնակցությամբ։ Նախագահները ստորագրել են տարբեր ոլորտների մի շարք փաստաթղթեր և հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։
Իլհամ Ալիևը նշել է, որ Բաքուն ձգտում է կոնկրետ բովանդակությամբ լցնել երկկողմ համագործակցությունը եւ խորացնել փոխգործակցությունը։ Նրա խոսքով այցի շրջանակում հանձնարարականներ են տրվել նոր նախագծերի իրականացման մասով։ Նա շնորհակալություն է հայտնել թուրքմենական կողմին Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի լիիրավ անդամ դառնալուն ցուցաբերած ակտիվ աջակցության համար։ Ալիևի խոսքով նախատեսում են համագործակցել տրանսպորտային, լոգիստիկ ոլորտներում, ինչպես նաև օգտակար հանածոների ուղղությամբ։ Սերդար Բերդի Մուհամեդովն էլ նշել է, որ բանակցությունների ընթացքում վերահաստատվել է միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում երկրների ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ Քննարկվել են նաև առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ Առաջնահերթ ուղղություններն են էներգետիկան, տրանսպորտը, քիմիական եւ տեքստիլ արդյունաբերությունը եւ մի շարք այլ ուղղություններ։ Թուրքմենստանի նախագահը տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ համագործակցության մասին երկու երկրների տարածքով արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքների ստեղծման գործում։ Բարդուհի Հարությունյան, հարևաններ։